Դե իհարկե միջամտություն է, բայց ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը Մայա Սանդոյի հետ հանդիպման ժամանակ Մոլդովայի նախագահի շատ բարձր էր գնահատել Մոլդովայում իրենց կատարած աշխատանքը, այսինքն ինչ է տեղի ունեցել Մոլդովայում։ Նույն սցենարով էլի այդ հիբրիդային պատերազմի անվան տակ Եվրոմիությունը բավականին լուրջ աջակցություն էր ցուցաբերում Մոլդովայի իշխանություններին, ընտրությունների ընթացքում նաև կուսակցություններ արգելվեցին, որպեսզի մասնակցեն, այսինքն կոնկրետ նաև ընտրություն կատարող անձանց հետ կապված բավականին լուրջ խնդիրներ եղավ, երբ որ Ռուսաստանում ապրող մոլդովացիներին, Մոլդովայի քաղաքացիներին հնարավորություն չտրվեց ընտրություններին մասնակցելու, բայց հակառակը ուրեմն Եվրոպայում ապրողներին որևէ մի ձևով խոչընդոտ չհանդիսացան։ Հիմա այս թեմայի վերաբերյալ դուրս է գալի, որ Հայաստանի իշխանությունները համենայն դեպս նաև հերքումը չկա, Հայաստանի իշխանությունները այդ գումարները, այսպես ասած, քերում են Եվրոպայից սեփական կարիքների համար։ Այդ հիբրիդային պատերազմ ասելով իրենք այդ ամբողջ այդ նյութական ռեսուրսը, գումարը օգտագործելու են ընդդիմադիր ուժերին պահարակելու, խարազանելու եւ մնացած այլ գործողությունների համար։ Այսինքն մինչեւ հիմա ինչ է այդ կեղծապատեղեկատվությունը, նաեւ շատ է խոսում ֆեյքերի պոակ կոչվածի մասին, այսինքն ամբողջ ռեսուրսը դրա վրա օգտագործվելու է եւ ամենավատը հենց դրանում է, որ այդ միջոցները օգտագործվելու է հենց դրա դեմ եւ արդեն եթե չեն հերքում, դուրս է գալիս, որ հաստատում են այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը կոնկրետ այս խնդրանքով դիմել է։ Ես ուզում եմ նաև սրբազան պայքարի ժամանակ դուք հիշեք, որ մենք բազմաթիվ հայտարարություններ ենք արել, որ շատ մեծ միջոցներ է ուրեմն ուղղվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլախոհներին, հակառակ թևի մարդկանց, այսպես ասած տեղեկատվական այդ տերորի ենթարկելու գործընթացը։ Պարոն Դանիելյան, իսկ արդեն դաշնակցություն ունի հստակ եզում 2026-ի ընտրություններին միայնակ է մասնակցելու, թե նորից Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք է կազմելու։ Դաշնակցության որոշումները ոչ թե անհատի միջոցով են կայացում, այսինքն կոնկրետ որոշումները կայացվում են Գերագույն ժողովների ժամանակ, մենք Գերագույն ժողովը կորոշի մասնակցության ձևաչափը։ Դուք անձնապես ինչ դերակատարություն ունեք, միայնակ է պետք մասնակցել, թե դաշինքով։ Այս պահին ես, քանի որ մեր մոտ այս ընթացքն է, ժողովական ընթացքն է, ես ձեռնպահ եմ մնում հայտարարություններ անելուց, որովհետև իմ վերաբերմունքն ու իմ դիրքորոշումը կարող է ազդել եւ դրա համար չեմ ուզում այս պահին գնահատականներ տալ։ Պարոն Դանիելյան, տեղեկություններ կան, որ Քոչարյանեն կեստա անգամ որոշել են այդ առաջ կուսակցություն կա, չէ՞, բացված, որ Էջմիածնի ընտրություններին մասնակցեց, այս անգամ որոշել են այդ առաջով մասնակցեն եւ դաշնակցության այդ հնարավորությունից չօգտվել, որ կուսակցություն չունեին, ինչերից դաշնակցությունը մասնակցում էին, հիմա փոխվել է կուսակցությունը, տեղյակ եք այդ մասին, լսել եք նման բան։ Նախ ձևակերպումը տեղին չի նշանակում Քոչարյան ենք։ Ես չեմ հասկանում։ Ինքը տղաանը չբան չկա, որտեղ երկու ընտանիքից երկու հոգի է մասնակցում քաղաքականությանը։ Հարցը չհասկացա, էլի ինչ էր, հանդրեմ մի հատ էլ ասել։ Որպես կուսակցություն ասում են, որ դաշնակցությունից այլևս չեն ուզում օգտվել, որովհետև գիտեք ընտրություններին մասնակցելու անգամ դաշինք ձևավորելու համար երկու կուսակցությունների միավորում է պետք։ Իսկ Էջմիածնում ինչ էր։ Առաջ ընտրություն։ Էջմիածնում ինչ էր։ Երկու կուսակցությունների դաշնակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանի։ Դուք ինքներդ ձեր ասածին հակասում եք, եթե այդտեղ կա դաշնակցություն։ Դաշնակցությունը չի լինելու, այն առաջ բանն է լինելու, այդ նոր կուսակցություն։ Ինչ անել։ Խնդիրն այն է, որ դաշնակցության այդ համագործակցություն ասում է Քոչարյանն էլ չի ունենալու։ Առաջան, ումից եք լսել։ Նարեկը Շրջանառվում է ձերեկությունները։ Ֆակտորը մա շրջանառվում Նարեկ ջան։ Չէ, ես կներեք, բայց առաջ անգամ նման բան լսում, իմ նույնն է, ասելիքս նույնն է, դաշնակցությունը առաջիկա իր մասնակցության ձևաչափը որոշում է ժողովների միջոցով, երբ որ հայտնի շատ նորմալ հարաբերություններ է Հայաստան դաշինքի շրջանակներում մենք մեր գործընկերների հետ ունենք շատ նորմալ հարաբերություններ, որևէ մի խնդիր չկա այս պահով, բայց ընտրությունների ձևաչափը կորոշվի ժողովրդի։ Պարոն Դանիելյան,
Իշխանականները ասում են, քիչ առաջ Գևորգ Պապոյանն էլ հայտարարեց, որ ընտրություններից առաջ Հայաստանին անհրաժեշտ է Եվրամիության փորձը ընտրություններում այսպես հնարավոր կեղծիքների եւ այլ գործողություններից խուսափելու համար, այսինքն Շատ կարևոր է կներեք 1000 ներողություն Եվրամիության որ պետության փորձը, Ռումինիայի փորձը, որ ընտրվել էր նախագահ եւ սահմանադրական չեղյալ էին ճանաչել, հետո սահմանադրական դատարանով, եթե չեմ սխալվում, էլի հաղթել էր, բայց չեն թողել, որ մարդը լինի Ռումինիայի նախագահ, պատճառը հետեւյալն էր, եթե էլի չեմ սխալվում, ասել էին, որ Ռումինիայի նախագահը դրական վերաբերմունք ունի Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Եթե համարում եք եվրոպական փորձը, այս Ռումինիայի փորձը Սա իրանց համար ճիշտ է, իրանց սրտով կլինի, որովհետև իրենք ընտրություններին հաղթելու իմ գնահատմամբ շանսեր չունեն եւ իրենք ամեն կերպ ամեն ինչ անելու են, որպեսզի հետ ընտրական այդ փուլում էլ, եթե ուրեմն այն սցենարը ինչը որ ես ասում եմ լինի, կարա նույն ռումինական սցենարը կիրառեն, ասեն մենք չենք ճանաչում ընտրությունների արդյունքները։ Բայց իրենք ասում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ տարվում է եւ ընտրությունների նախաշեմին դա ավելի կակտիվանա եւ այդ համատեքստում է աջակցությունը։ Հիբրիդային ասելով մենք ինչ ենք հասկանում։ Հասկանում ենք, որ ենթադրելի է, որ այդ հիբրիդային պատերազմ ասելով ասում են Ռուսաստանի նկատի, չէ՞։ Հա, Ռուսաստանի նկատի։ Դե ասենք։ Հիմա եթե դա Ռուսաստանից չի, այսինքն ուրիշ մի երկրից, հա, դա հիբրիդային է, թե հիբրիդային չի։ Հիբրիդային է, թե հիբրիդային չի։ Ասենք թե նույն բանը, որ այդ ասում են հիբրիդային, տեղեկատվական պատերազմ եւ այլ, եթե այդ տեղեկատվական այդ հոսքերը բանը Ռուսաստանից չլինի, այլ երկրից լինի, օրինակ Ուկրաինայից լինի, նորմալ է այդ։ Այսինքն նախ պետք է խաղի կանոնները որոշեն, թե ինչ է նշանակում դա, ինչ է Իրանից ենթադրում։ Երկրորդն էլ շատ པարզ բան ենք ասում մենք, որ անդադ մեզ մեղադրում են, չէ, շպիոն են, չգիտեն ես են։ Մենք ամեն անգամ դամակ ենք ուղարկում ԱԱԾ, ասելով եթե նման բան կա, խնդրում եք հրապարակեք, ասեք, եթե նման ուրեմն ինֆորմացիա ունեք կամ նման դուք պնդումներ անելու հիմք ունեք, կամ այդ հարցի վերաբերյալ լսում եք ինձ, չէ՞։ Հա, իհարկե։ Կամ այդ հարցի հետ կապված միջև վերջ գնացեք եւ բանալի կամ սուտ տեղեկություններ մի տվեք, ասինքն մի ստեք։ Խափում են այս մարդիկ ամեն անգամ խափում են մեր հանրությանը, մեր հասարակությանը, կա այդ հարցումների պատասխանը, ԱԱԾ-ն այդ առումով մի քանի նաև նամակներն են կարող ձեզ տրամադրել, որ նման բան գոյություն չունի։ Ուրիշ հիմի այս իշխանություններին, ով այս իշխանություններին դեմ է, ասում են ռուսի շպիոն է։ Ով որ դեմ է, ով որ կարծիք է արտահայտում, նույն եկեղեցին էլ օրինակ եթե կարծիք հայտնել, ասում են նման որակավորումներ են տալի։ Ու բոլոր գործընկերների այդ հանդիպումների ժամանակ Եվրոպայում թիվ 1 թեման է դա։ Գերիների խնդիր չկա իրանց համար, կներեք, Արցախի խնդիր չկա իրանց համար, մեր տարածքների օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիր չկա։ Մենակ մի խնդիր ունեն այս մարդիկ։ Գնան Եվրոպա, ով որ իրենց դեմ է, ասեն այս մարդիկ շպիոն են, Ռուսաստանի շպիոնն են եւ խնդրում ենք ձեզ միջոցներ ձեռնարկել եւ այլն։ Խնդիր մի